Մենք վերադարձանք տաղավար և չենք կարող չխոսել նորաձևության մասին հենց այսօր։ Այո, Անկասա բրենդը հիմնադրել է դիզայներ Աստղիկ Սուքյասյանը։ Անկասայի հավաքածուները ընդգծում են կանացիությունը և ինքնավստահությունը իր գունավոր լուծումներով, որոնք նախատեսված են կտրուկ ոճի, բայց միևնույն ժամանակ էլեգանտ կանանց համար։ Եվ մենք հրաշալի առիթ ունենք զրուցելու կարևոր մարդկանց հետ, ովքեր որ մեր տաղավարում են այս թե բրենդի, թե մնացած բոլոր կարևոր ուղղությունները, որը նշեց նաև Գեղեցկուհին։ Մեր տաղավարում է Հենրիկ Համբարձումյանը, մարքեթինգի բաժնի ղեկավար, բարի լույս, եւ մոդել Ռուսլանա Պոկոտիլոն։ Բարի լույս։ Բարի լույս։ Ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք այնտեղից, թե որն է Անկասա բրենդի ամենահզոր առանձնահատկությունը, որն այն առանձնացնում է այլ հագուստների բրենդներից։ Սա շատ հետաքրքիր է։ Շատ։ Ինձ թվում է ամենահզոր առանձնահատկությունները շատ են, Աստղիկը, հենց հիմնադիրը, գլխավոր գաղափարախոսությունը, երբ որ հագնեն, կրեն իրենց հագուստը, լինեն առանձնահատուկ, ավելի գեղեցիկ ու ավելի ինքնավստահ։ Մենք թիմով ամեն ինչ անում ենք, երբ որ հաճախորդը գնում է մեր հագուստը, ավելի ինքնավստահ է զգում կրելուց, ավելի գեղեցիկ։ Գաղտնիքներ են։ Այ հենց այս պատասխանից հետո ուզում եմ հասկանալ, երբ Ռուսլանան առաջին անգամ որպես մոդել ներկայացրեց Անկասա բրենդը, ինչ զգացողություններ ունեիք։ Ну, во-первых, до того, как быть на Fashion Week, я была на ателье. И так как я до этого имела огромный опыт работы внутри, на бэкстейдж, я была очень критична подходом, пошивом, качеством, безупречностью. И когда надеваешь одежду Анки, ты действительно ощущаешь ее энергию. Вот то, о чем говорит Генрик, это работает 100%, надо пробовать. Այո, եւ որպես մոդել հագուստի էներգիան պետք է զգալ։ Սա շատ կարևոր պահ է։ Ты действительно чувствуешь этот confidence, элегантность. И, например, вот сегодня я одета в пижаме, и я чувствую себя очень кози. Շատ գեղեցիկ է։ Գիտեք, Ռուսլանա, մեր սեղանին պատահական չի դրված այս սայքները, եթե դուք գտաք, ուզում ենք, քանի որ այսօր էլ մեր մոտ նախատոնական եթեր է, վաղը մեզ մոտ նշվելու է մարտի 8-ը։ Ձեր թույլտվությամբ կուզենայի մեր Արոտ Լուսոյանունից շնորհավորել։ Մեծ սիրով։ Շնորհակալություն։ Մեծ սիրով։ Անդրադառնալով նորից Անկասային։ Այո, 2025 թվականին միջազգային շուկա մտնելու համար, որոնք են այն կարևոր քայլերը, որ նախատեսում եք։ Մենք ունենք 2025-ին նախապատրաստել ենք մի քանի համաշխարհային համագործակցություններ, որոնց փակագծերը չեմ կարող բացել, բայց եթե հետևեք մեր առհասարակ Անկասային, կտեսնեք ինչ մեծ փոփոխություններ են լինելու եւ հիմնադիրը հենց Անկան աշխատում է այն ուղղության վրա, որ հայկական արտադրանքը նաև դուրս գա միջազգային շուկա, մենք հենց այս պահին աշխատում ենք թե եվրոպական, թե ամերիկյան շուկայի հետ։ Ռուսլանան նաև հանդիսանում է Անկասա բրենդի PR մենեջերը և հետաքրքիր է, թե ինչ հնարավորություններ կբացվեն, երբ լինի Միլանում ցուցադրությունը։ Ну, в Милане это был не совсем показ, это была выставка. И на самом деле я вот разговаривала с Анкой буквально вчера, я не ездила, не получилось у нас это сделать, но Анка лично поехала, представляла бренд. Просто невероятный ажиотаж был действительно. И ну, первое, что бренд это не только про элегантность, не только про подачу стиль, это действительно про качество. И байеры, которые были в Милане, очень оценивали именно Միլանում էին շատ էին գնահատում հենց աշխատանքի որակը։ Что показало бренд очень хорошо и привлекло внимание. Բրենդը շատ լավ ցույց տվեց այս հատկանիշը, ուշադրություն գրավեց եւ մենք ոչ մի կասկած չունենք, որ կնվաճենք Եվրոպան, որովհետեւ այս մոտեցմամբ, այս էներգիայով ու այս որակով ուրիշ ելք չի կարող լինել։ Եւ մենք պլանավորում ենք ոչ միայն Եվրոպան գրավել, այլև Ամերիկան։ Մենք 3 տարվա ռազմավարություն ունենք կամած քայլ մենք կարծում եմ դուրս կբերենք այս բրենդը հրաշալի միջազգային մակարդակի եւ այն իսկապես արժի այդ մակարդակին։ Քայլ առ քայլ, դանդաղ քայլերով, բայց վստահությունը ամենակարևորն է այս աշխատանքում, կարծում եմ։ Եվ մենք էլ կողմնակից ենք, որպեսզի այո, ինչու՞ չէ, որ նաեւ թե Եվրոպայում, թե Միացյալ Նահանգներում մեր բոլորիս կողմից արդեն բրենդը սիրված
կարողանա գրավի բոլոր շուկաները։ Ամեն դեպքում ինձ շատ հետաքրքիր է ուզում հարցնել ձեզ ձեր առաջին տպավորությունները համագործակցության Անկասայի հետ, հատկապես ձեր առաջին զգացողությունները, երբ որ առաջին անգամ համագործակցեցիք, ինչ զգացողություններ կային եւ ինչ հետաքրքիր համագործակցություն տեղի ունեցավ։ Как модель именно. Ոչ միայն, հենց PR менеджер, все-таки как модель, потому что у меня вышло очень феерично, я давно уже не была на подиуме. И получилось так, что я вернулась на подиум именно с брендом. Получилось так, что я действительно, и почему говорю получилось, мы встретились делом с то есть меня никто не позвал продвигать бренд. Это просто был вот такой вот матч. Это правда так. И платье, которое, если вы видели показ, в котором я выходила, оно шилось за вечер уже, доделалось, я знаю, насколько это сложно. И что я испытывала? Ну, во-первых, восторг, как работает внутри команда, сплоченность, то, что никто не устает, потому что все горят глаза это делать. И действительно, когда ты такие зрелища надеваешь, опять же, повторюсь, это ощущаешь. Նորից կրկնեմ, դու դա զգում ես, ես զգում եմ միայն հաճույք, որ վերադառնում եմ պոդիում հենց այս բրենդի հետ։ И ощущаю каждый раз, когда надеваю Анкасу. Я не Եվ каждый ամեն день, անգամ естественно, Անկասը հագնելիս նույնն եմ զգում, իհարկե ամեն օր չեմ Անկասը հագնում, Вот, но это очень ամեն դեպքում классная շատ հրաշալի բան է սա։ Համարյա թե ամեն օր եմ գրում Անկասը։ Համարյա թե ամեն օր գրում Да, да, Генрик, правда, он прям вообще Анкаса просто Անկասայի ամբասադորն է կարծես։ Ռուսլանը խոսեց թիմի անդամների մասին, այ որքանով են այդ թիմի անդամները, ինչպիսի կարևորություն ունեն բրենդի առաջխաղացման հարցում։ Լուսնի համոզված եմ դու ավելի լավ կհասկանաս թե ինչպես է ամեն ինչը ստեղծվում։ Ես երբ որ առաջի անգամ տարիներ առաջ մուտք գործեցի Անկասը, հասկացա թե ինչպես է ուղղակի մի հատ հագուստ ստեղծվում, մոտ 8-ից ավել աշխատակից աշխատում են հագուստի վրա, թե ինչպես է կարվում ու ամբողջ process-ների մեջ ես ուղղակի ապշած էի, որ ներգրաված էր Անկան։ Ինչքան պետքա կարերը ճիշտ լինեն, պետքա կտորը բերվի ամենալավ արտադրամասից, միայն Եվրոպայից։ Կտորի որակը պետքա Անկան անձամբ ստուգի եւ հաճախորդի գոհունակությունը միջև հասնելը մոտավորապես մի քանի փուլ է անցնում։ Ու երևի թե բրենդի հաջողությունը նաև դրանում է կայանում, որ մենք շատ ուշադիր ենք որակի վրա։ Անգամ ցանկացած post, որ տեղադրվում է Instagram-ում, հիմնադիրը անձամբ նայում է, հասկանում է արդյոք դա պետք է տեղադրվի, չպետք է տեղադրվի եւ համալիր կառույց է, հա։ Բրենդի վրա աշխատում են շատ մարդիկ եւ կարծում եմ հենց դրանում է կայանում հաջողությունը։ Միլանում կանալիք Դրա մասին խոսեցինք, արդեն իսկ հասցրեցինք խոսեցինք։ Այո, այ ամենակարևորը կոնցեպտը, հա, բրենդի։ Մի քանի բառով այսպես կարողանանք պատմել։ Ну, первое, это то, что Анкаса это не просто фэшн-бренд, это бренд-ателье. Очень много изделий делается на заказ под клиента. Я думаю, Генрик больше может рассказать для какой широкой аудитории Анкаса за свои года отшила эксклюзивные изделия, да. То есть концепция это про бренд-ателье. Прям все карты не хочется раскрывать сразу. У нас есть 5 направлений, которые, в принципе, мы разрабатываем также совместно не только на внешний рынок, но и на внутренний. Поэтому мы сделаем еще одну линейку, не называя по-другому, это будет оставаться Анкаса, это будет более casual, куда будет относиться одежда именно вот такого формата, который мы можем создать. И это же качество, которое используется для эксклюзивного пошива, будет абсолютно, а я знаю, что абсолютно, поверьте, я видела, когда распускали пиджак, когда шло не так и так далее. Все это будет сохраняться и для более casual одежды, которая будет более идти в продажу Չափանիշները կպահպանվեն, նաև լինելու է կոլաբորացիա մեկ այլ ուրիշ բրենդի։ Եվ մենք ունենք մեծ լայն ընտրանի, խորհուրդ եմ տալիս մեր Instagram-ին բաժանորդագրվել, որովհետև մենք հիմա էլ ավելի ակտիվ ենք վարելու սոցցանցերը եւ նոր խաղաքարտեր ենք բացել, այնպես որ բաժանորդագրվեք, հետևեք եւ մեր պլաններին ծանոթացեք։ Վերջին հարցը, գիտենք, որ լինելու է կոլաբորացիա մեկ այլ ուրիշ բրենդի հետ։ Եթե կարողանանք բացել փակագծերը, խնդրեմ, տաղավարում
Դուք ունեք այդ հնարավորությունը։ Մենք հարցազրույցը պետք սկսել է, ինձ ասացին, որ ես հաճախ եմ բացում փակագծերը, ինձ խնդրել են, որ չբացել, բայց ուզում եմ ասեմ, որ լինելու են այո, շատ ափսոս, բայց համագործակցությունը լինելու է մեկ բառով wow, ու մենք երկար ժամանակ աշխատում ենք այդ համագործակցության վրա, ինձ թվում է Սվետլանան նույնպես չի բացի։ Երբ կիմանանք այդ wow-ն։ Շուտով երբ ենք ասելու այս տարի հետևեք սոցցանցերին եւ կիմանանք Я могу сказать такое вот маленькое, чтобы хоть как-то որպեսզի հետաքրքրությունը ավելացնեմ։ Մենք ինֆլուենսերների հետ ենք աշխատել, ինֆլուենսերի հետ, որը Հայաստանում չէ, եւ սա շատ լավ է զուգադրվում անկասայի հետ, եւ ես կարծում եմ, որ այսպիսի մատուցումը շատ հետաքրքիր կլինի եւ Հայաստանի ներսում եւ արտերկրում, ու շատ հետաքրքիր կլինի։ Մենք հիմա դեռ մշակում ենք, դրա համար չենք ուզում շատ փակագծերը բացել, բայց խոստանում եմ հետաքրքիր է։ Old money ոճով է լինելու։ Մենք կսպասենք wow-ին, մենք կսպասենք այդ համագործակցությանը, ես վստահ եմ, որ դուք նույնիսկ համեստություն արեցիք ասելով, որ wow է լինելու, լայն արձագանք է սա շուրջ ամեն դեպքում սպասվում, մենք սպասում ենք նորությունները, շնորհակալություն ձեզ լավ օր ենք մաղթում, եւ առաջարկում ենք այս բանը արդեն երաժշտություն լսենք։ Շարժվենք առաջ։